Գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է, հայտնում են քննչական կոմիտեից։ Գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում։ Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարեց, որ Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ նրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ասացին ՔԿԻ-ից այս մասին։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկությունն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ նա աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Այս հայտարարությունից հետո Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց և հունիսի 18-ին դա տեղի ունեցավ։ Օգոստոսի 15-ին էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։